Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր զրուցելու եմ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, մարտի 28-ին տեղի ունեցավ ձեր կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում կայացվեց մասնակցել խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Հիմա այստեղ ճշտող հարցով կշարունակենք, միայնակ եք մասնակցելու, թե ինչ-որ դաշինքով։ Որևէ դաշինքով մասնակցություն բացառված է որևէ պարագայում, դա հնարավոր չի, անգամ տեսականորեն հնարավոր չի։ Պարլամենտում լինելու պարագայում էլ, եթե ընտրությունը կլինի իշխանություն ու տիտղոսակիր ընդդիմություն, որևիցե մեկին մեր քվեները, ճակերտավոր ասած, որևէ պարագայում չի անցնելու, դա հստակ է։ Ինչու՞։ Քաղաքականությունը առաջին հերթին առաջնահերթությունների մասին եւ արժեքների մասին։ Մեր խնդիրը երբեք չի եղել պարլամենտում լինելը, մանդատ ունենալը, մենք դիտարկել ենք եւ դիտարկում ենք որպես ընդհանրապես միջոց եւ ոչ երբեք նպատակ։ Եվ հենց սա է պատճառը, մենք այդ ուժերի հետ արժեքային որևիցե եզր անգամ նվազագույն չունենք եւ խոսքը ամենևին նրա մասին չի, որ մենք լավն ենք, մնացածը վատն են կամ հակառակը։ Խոսքը տարբերությունների մասին է, մոտեցումների տարբերության մասին է, դերակատարների տարբերության մասին է, հավատամքի տարբերության մասին է եւ այսպես բազմաթիվ տարբերությունների մասին է։ Եթե մենք եզր չունենք, մենք որևէ համագործակցելու իմաստ անգամ չենք կարող ունենալ։ Պարոն Պետրոսյան, տարբեր կանխատեսումներով խորհրդարանական ընտրություններին մասնակցել է նվազագույնը 20, առավելագույն թիվը ցավոք կամ բարեբախտաբար չեմ կարող ասել, բայց կարող է մոտենալ 30-ին անգամ անցնել 30-ը։ Հիմա 30 պայմանական, լավ, ոչ ինձ ոչ ձեզ, 25 քաղաքական այլ ուժերի հետ։ Որևէ ընդհանուր գիծ չունեք։ Գոնե նրանց, ում որ ճանաչում ենք, որևիցե ընդհանուր գիծ չունենք, բացարձակ որևիցե առումով։ Եվ խոսքը միայն ներկայացված օրակարգի մասին չէ, որովհետև գիտենք, որ ներկայացված օրակարգի տեսանկյունից բոլորը միշտ կատարյալ են, որևիցե մեկը բնականաբար չի ասելու, չէ, որ մենք օրինակ գալիս ենք հակապետական գործունեություն իրականացնենք կամ գալիս ենք մեր անձնական շահը սպասարկենք, որևիցե մեկը նման բան չի ասելու, բայց կան մարդիկ, կան հետագծեր եւ համադրում ես օրակարգ եւ հետագծերը, տեսնում ես, որ իրենք իրենց խոսքի եւ վարքի մեջ անգամ ընդհանրություններ չունեն իրենց հետ։ Եվ նաեւ այս ամբողջ գործընթացի ժամանակ նաև այդ փորձությունով անցնելուց, որի համար ես շնորհակալ եմ, նաև հսկայական հարվածներ ընդունելով, ավելի հղկվելով, թրծվելով այդ շարժման, հայտնի շարժման հետևանքով, ես շատ բաներ մի փոքր այլ տեսանկյունից տեսա այն անկյունից, որտեղից բնակչության երևի 99.99%-ը չի տեսել ու հնարավոր նաև չտեսնի մարդկանց իրական կերպարներ, դերակատարներ, ովքեր ում հետ են կապված, ովքեր իրական միշտ նպատակ ունեն, ինչ խնդիր են լուծում եւ այսպես շարունակ։ Հետեւաբար, եթե մեր խնդիրը լիներ ամեն գնով պարլամենտում լինել, ապա որևէ խնդիր չկար, շատ հանգիստ պայմանական եմ ասում, հնարավոր էր պարլամենտական ընդդիմության հետ, ՔՊ-ի հետ, մնացածի հետ, որտեղ իմ տեսանկյունից արժեքային նրանց մեջ քաղաքական առումով որևիցե տարբերություն չկա, անկախ խոսույթը եւ այլն։ Շատ հանգիստ կարող են գնալ այդ ցուցակներով, բայց մեր խնդիրը երբեք չի եղել պարլամենտում ամեն գնով լինելը։ Դա եղել է ընդհանրապես միջոց մեր օրակարգը ավելի հասանելի սարքել, մեր օրակարգը տարածել եւ դրա շրջանակներում ստանալ հասարակության աջակցությունը։ Խոսելով շարժման մասին, ենթադրում եմ նկատի ունեք Բագրատ arczepiskopos-ի գլխավորությամբ սրբազան շարժում։ Որ իրանցից հետո դարձավ իր գլխավորությամբ։ Ես ճիշտ է, այն ժամանակ դուք բավական լուրջ հարվածների տակ հայտնվեցիք, այսպես խաչաձև կրակի տակ, որովհետև երբ դուք դուրս եկաք, հայտարարեցիք, որ դուք չեք կարող լինել այնտեղ, որտեղ կա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անգամ ստվերը։ Հիմա, բայց քանի որ դրանից հետո քաղաքական մեր ներքաղաքական ներկա բանակում էլի ուժեր են ավելացել, մասնավորապես Հզոր Հայաստանը, որը հայտարարում է, որ իրենք նախկինների հետ կապ չունեն, իրենք բոլորովին նոր ուժ են, հիմա ձեզ ինչ է խանգարում բոլորովին նոր ուժի հետ ինչ-որ գործակցության եզրեր փնտրել։ Իմ խոսքը հենց դրան էր վերաբերում, մանավանդ որ ասում են բավական շահավետ։ Իմ խոսքը հենց դրան է վերաբերում, որ ասել մի բան, որ ուզում է հասարակությունը լսել, բայց լինել իրականում այդպիսին, դրանք շատ տարբեր բաներ են։
Դա խոսք է, որ ուզում են, որ մարդիկ լսեն, հասարակությունը լսի, բայց բարեբախտաբար հասարակությունը հրաշալի կերպով կարողանում է այլևս տարբերել եւ տարբերակել։ Ես ինչի համար եմ ասում, որովհետեւ ամեն օր գրեթե ես գտնվում եմ մարզերում, տարբեր համայնքներում, սահմանապահից սկսած մինչև մարզկենտրոններ։ Շփվում եմ սովորական մարդկանց հետ եւ ոչ թե բեմադրած հանդիպումներ, որոնք պետք է ներկայացվի Facebook-ով կամ չգիտեմ ZLM-ներով, որ ցույց տա թե ինչպես են մարդիկ ողջունում։ Բեմադրվածի մասին չի, որովհետեւ իմ խնդիրը իսկությունը եւ իրականությունը ճանաչելն է, իրական պատկերը տեսնելն է եւ ոչ թե խաբել ինձ եւ խաբել հանրությանը։ Մարդիկ, բնականաբար նաեւ ես, շատ լավ գիտենք, որ այդ շարժումը կամ այդ ուժը որևէ աղերս չունի նորի հետ, ոչ մարդկանց տեսանկյունից, գործընթացների թիկունքում կանգնած իրական մարդկանց, ոչ է գաղափարական տեսանկյունից, որևէ աղերս չունի, հակառակը նախկին կոնյուկտուրայի կատարյալ միքս ասեմ, հա, միախառնուրդ, նախկին կոնյուկտուրայի միախառնուրդը, այն կոնյուկտուրայի, որը նաև պատասխանատու է պետության կազմաքանդման համար շարունակական։ Ես իհարկե չեմ անդրադառնում ներկա իշխանությանը, որովհետև ես միշտ ասել եմ ներկա իրականության համար բացառապես պատասխանատու է եւ մեղավոր է իշխանությունը։ Բացառապես, բայց այս գործընթացի մեջ հավասարապես պատասխանատվություն են կրում նաև նրան նախորդող բոլոր ուժերը եւ բոլոր դերակատարները, որովհետեւ նրանք մշտապես եղել են իշխանության, մշտապես մասնաբաժին են ունեցել եւ մշտապես իրենց վարքով ձևավորել են այս իրականությունը։ Հիմա քաղաքական դաշտում այնպես է ստացվել, որ խոսույթ է ձևավորվել, ընդ որում տեսեք, իշխանությունը ասում է, եթե այս ձեր ասած տիտուլային ընդդիմությունը, եթե գա իշխանության, պատերազմը անխուսափելի է։ Հիմա նոր ընդդիմությունը, ոչ միայն ինքը այսպես, նաև մի քիչ էլ հները, ասում են, եթե իշխանությունը մնա, էլի պատերազմ լինել, բայց այս անգամ Ռուսաստանի հետ։ Հիմա դուք որ պատերազմի կողմնակիցն եք։ Ես ընդհանրապես այդ կամ չեք։ Կեղծ խոսույթներին ընդհանրապես դեմ եմ եւ չեմ մտնում այդ խոսույթների մեջ։ Շատ կարեւոր ու պարզ պատճառով։ Քանի դեռ մենք իշխանության եւ տիտղոսակիր ընդդիմության կողմից պարտադրված օրակարգերի մեջ ենք գործում, մենք երբեք ընդդիմություն չենք կարող լինել, որովհետեւ ընդդիմություն չի նշանակում ամեն գնով դեմ լինելու համար ինչ որ մեկին։ Դուք պետք է ունենաք օրակարգ։ Եթե դուք իրենց օրակարգի մեջ եք գործում, դուք երբեք չեք լինելու ընդդիմություն։ Դուք լինելու եք իրենց օրակարգը սպասարկող, անկախ նրանից թե ինչքանով եք իրենց դեմ։ Պետք է ունենաք ամբողջությամբ այլ օրակարգ։ Նախ տիտղոսակիր ընդդիմությունը կամ ով հավակնում է ընդդիմության առաջին համարին, իդեպ ասեմ, մեր ընդդիմությունը վերջին 5-6 տարիների ընթացքում 21 թվականից ի վեր երբեք չի հավակնել իշխանության, երբեք իր գերխնդիր եղել է ընդդիմության դաշտում առաջին համարը զբաղեցնել, բայց երբեք իշխանության չի հավակնել, որտեղ դեռևս պատասխանատվության բավականին շատ հարցեր կար, շատ տարբեր process-ներ կար, որ պետք է իշխանություն իրականացներ, դրա համար անգամ չեն էլ հավակնել եւ չեն էլ հավակնում։ Այս պահին չեն հավակնում։ Ինձ հավատացեք, ոչ ոք այսօր իշխանության չի հավակնում։ Անկամ իշխանությանը հանձնեն, որևիցե մեկը չի վերցնելու այդ իշխանությունը այս ընդդիմությունից։ Բայց դրանից զատ այդ տիտղոսակիր ընդդիմությունը կամ օրինակ այն ուժը, որը հավակնում է առաջին համարը լինի պարլամենտական ընդդիմությունից հետո կամ առաջ, իրենք որևիցե կերպ այլ օրակարգ չեն սպասարկում, քան իշխանության օրակարգն է։ Եվ դրա ամենավառ օրինակը հետևյալն է, լսեք նրանց խոսույթը։ Սոցիալական խնդիրներ, հարկեր, աշխատատեղեր եւ այլն։ Այսինքն ինչ է ստացվում, որ մենք գլոբալ առումով համաձայն ենք ներկա իրողության հետ, բայց մեր վիճելի հարցերը միմյանց հետ սոցիալական եւ տնտեսական կամ հարկային քաղաքականությունն է։ Ոչ աշխարհաքաղաքական կլինի, ոչ արժեքային կլինի, ոչ մյուսը կլինի, ոչ մյուսը կլինի։ Չէ, աշխարհաքաղաքական ինչու ոչ, որովհետեւ այսպես բաժանվել են երկու ճամբարի, մեկը ասում է ես արևմտամետ եմ, մյուսը ասում է ես Ռուսաստանի, լավ չասեմ ռուսամետ, բայց Ռուսաստանի շահերը մեզ համար շատ կարևոր են, եկեք թրիպը միացնենք Ռուսաստանին կամ Ռուսաստանը թող գա միանա թրիպին։ Այսպիսի մետամորֆոզներ են հիմա տեղի ունենում։ Ես աշխարհաքաղաքական ասելով մի փոքր այլ բան նկատի ունեմ, աշխարհաքաղաքական ասելով ես երբեք չեմ պատկերացնում ինչ որ մեկին հպատակության երթում տալը, որը ցավոք այսօր դաշտում գերակայում է։ Մենք ոտ այսպիսի իրավիճակ է, ասում են, գիտեք ինչ, 30 տարի մենք հպատակության երթում տվեցինք ռուսական կողմին, տեսանք, որ այդ տարբերակը չի աշխատում, մեզ օգնության ձեռք չեն մեկնում,
Մենք պետք է այդ վեկտորը պայմանական փոխենք։ Մյուսը ասում է, չէ, պետք է ավելի ամրապնդենք, ավելի լավ հպատակության երթում չենք տվել ռուսական կողմին, որ ավելի լավ տանք, անպայման մեզ կօգնեն։ Մյուս կողմն էլ ասում է, գիտեք ինչ, պետք է արևմուտքին այդ երթումը տալ, որովհետև այստեղ սխալվել ենք, հաստատ սխալվել ենք, տարբերակ չի մնում, ուրեմն տանք արևմուտքին այդ հպատակության երթումը։ Սա քաղաքական մտքի իսպառ բացակայության հետևանք է։ Սա քաղաքակրթական ճգնաժամի խնդիր է, որը իդեպ սկսվում է դեռ ԽՍՀՄ փլուզումից հետո երրորդ հանրապետության ձևավորումից հետո, որտեղ որ դուք մեր քաղաքական ամբողջ համակարգը ասում եք, որ մենք ինֆանտիլ ենք։ Ես ցավոք որևիցե մեկին չվիրավորելու համար հենց ֆանտաստիկ ճիշտ բառը դուք օգտագործեցիք։ Հենց ես դա եմ ասում։ Ինֆանտիլիզմի քաղաքական իմաստով ամենալավ բացատրությունը գիտեք, որ հենց քաղաքական կատեգորիա է ինֆանտիլիզմը, ոչ թե մեկին վիրավորելու։ Քաղաքական ինֆանտիլիզմը սեփական ճակատագրի համար պատասխանատվություն կրելու անկարողությունն է։ Մենք չկարողացանք քաղաքական վերնախավը նկատի ունեմ մենք ասելով։ Քաղաքական վերնախավը երբեք չկարողացավ գիտակցի ունենա համարձակություն անգամ մտածելու, որ իր ճակատագրի պատասխանատուն կարող է եւ պետք է լինի բացառապես ինքը։ Բացառապես։ Համար ԽՍՀՄ-ից հետո անկախացումից հետո մենք ստացանք ֆորմալ անկախացում, ձևական անկախացում, փաստաթղթային իրավական անկախացում, բայց մտքով դառանք ամենակախյալը, անգամ մեր հոգեբանությամբ, մտածողությամբ, տերերի փնտրտուքի մեջ։ Դրա համար տեսեք, մեր ամբողջ խոսույթը քաղաքական դաշտում որևիցե մեկը չի անդրադառնում հասարակության կամ քաղաքական համակարգի առողջացման տրամաբանության եւ մոտեցումներին։ Բոլորը լուծումը փնտրում են արտաքինից դեպի ներս։ Մենք լավ հպատակության երթում կտանք ռուսներին կամ ամերիկացիներին կամ եվրոպացիներին, այնտեղից մեզ կօգնեն, կգան մեր կամքին հակառակ մեզ կզարգացնեն։ Սա շատ կարևոր բան է, մեր կամքին հակառակ մեզ կզարգացնեն։ Օրինակը բերում են Սինգապուր, Ճապոնիա, անգամ չհասկանալով այդ ինչ պետություններ են, որտեղ են գտնվում, ինչ շահեր ունեն, ու այսպես շարունակ։ Երևի բոլորը տեղել եք Սինգապուրում, մոտավորապես։ Ուսումնասիրել փորձը։ Հիմա տեսեք, երբ դուք ասում եք, որ այս տեսակետը, այն տեսակետը կամ երրորդ տեսակետը, որ հիմա շրջանառվում են հիմնական 1000 անգամ ներողություն եմ խնդրում, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ուրեմն միևնույն ժամանակ ուշադրություն դարձեք այդ նոր ուժերը, որևիցե մեկը քաղաքական գնահատական չի տալիս մեր նախկին կոնյունկտուրային։ Բոլորի համար բազիսային կետը այս իրականությունն է, առանց հասկանալու պատճառահետևանքային կապը, որովհետև Աստվածաշնչում աստվածանողներից մի քննադատիր, չէ՞։ Հասկացանք իրար։ Ահա։ Հիմա տեսեք, հարցը շարունակեմ, տեսեք, երբ դուք ասում եք, որ այս տեսակետը, այս մոտեցումը եւ այն մեկը նույնպես, դա քաղաքական ինֆանտիլիզմ է, այստեղ հակադարձելու մի տարբերակ կա, գիտեք ինչ կա, հիմա աշխարհում գործում են խաղի նոր կանոններ, անվտանգային այն համակարգը, որի մասին մենք գիտեինք, նույնիսկ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզվեց, հիմա արդեն գոյություն չունի, աշխարհի ուժեղները ասում են մոտավորապես հենց առանց այլընտրանքային տարբերակի կամ իմ կողմից ես կամ իմ դեմ ես որոշի, մոտավորապես այն ինչ որ ասում էր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, եթե այլ կերպ ձևակերպենք, ասում եմ կամ իմ հետ պիտի լինես, կամ իմ դեմ ես լինելու։ Հիմա ինչ պիտի անի այս իրավիճակում Հայաստանը։ Ուրեմն այստեղ կարևորը այն չի, թե քեզ ինչ են ասում։ Այդ խոսույթը գերակայում է բոլոր ճամբարներում, եթե կարելի ասել ճամբար։ Նույնը գերակայում է արևմուտքում, եթե ուշադրություն դարձածնեք, կտեսնեք, որ մոտ 2-3 շաբաթ առաջ Տրամպը նույն խոսույթով շատ ավելի կոպիտ, կարելի ասել այսպես, հա, այ վախկոտ սրիկաներ Եվրոմիության եւ ՆԱՏՕ անդամ պետություններ, եթե դուք իմ կողքը չկանգնեք, ես հետո ձեզ ցույց կտամ դրա հետևանքները։ Այսօր շարունակել է։ Այսօր շարունակել է ռուսական կողմը Վլադիմիր Պուտինը կլինի, մյուսը կլինի չինական կողմը, պատական չեմ ասում չինական էլ ազդեցության գոտում է կապերը ավելի ձգել։ Կենտրոնական Ասիա, որտեղ շատ ինտենսիվ կերպով ընդլայնվում է։ Բայց իրենց գոնե համեստ են պահում։ Հա, ու շատը ոչ այդքան համեստ են պահում, այլ մենք շատ տեղեկացված չենք, որտեղ իրենց խնդիրները այնտեղ այդքան ավելի որ հակամարտային բնույթ չեն կրում, ավելի լսելի չեն։ Այսինքն ինչ ամեն գոռալով չեն անում։ Այո, հիմա այստեղ ամենակարևոր խնդիրը ոչ թե մենք ում արձագանք ենք, այլ հասկանանք եւ սահմանենք մենք ինչ ենք ուզում ընդհանրապես։ Որպես պետություն, սա փիլիսոփայական հարց չի, սա կարևոր հարց է, սա իմաստի հարց է, որը պետք է լինի պետության ակունքում, պետության առանցքը։ Մենք որպես պետություն
Որն է մեր նպատակը, որպես ազգ, որպես հասարակություն, մենք ինչ ենք ուզում ընդհանրապես։ Եթե մենք ասում ենք մեր գերխնդիրը ռազմական գործողությունների բացակայությունն է, ուրեմն մենք պիտի անենք այնպես, ինչպես հիմա արվում է գլոբալ իմաստով, արտաքին դերակատարներին եւ գերտերություններին ասելով, որ դուք միմյանց հետ կոնսենսուսի եկեք մեր հարցով, տվեք որոշումը եւ մենք դա կիրականացնենք, որովհետեւ մեզնից կախված չի։ Եթե մեր խնդիրը ռազմական գործողությունների բացակայությունն է, սա շատ կարեւոր է։ Խնդրում եմ որևիցե կերպ չշփոթել խաղաղության հետ։ Խաղաղությունը առաջին հերթին լինում է ոչ թե ռազմական գործողությունների բացակայության պարագայում, այլ լինում է առաջին հերթին հոգևոր խաղաղության տեսանկյունից, երբ որ մարդը իր արժեբանական արժանապատվության եւ մնացած հարթություններում ինքը հակասությունների մեջ ու տագնապների մեջ չի գտնվում։ 1. Երկրորդը խաղաղության կոնցեպտը աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ հատկապես անգամ տեսաբանին կարող եմ ասել, բայց տեսության մեջ շատ չընկղմվենք, Մորգենթաուի տեսությունը, որը այսօր քաղաքական ռեալիզմի տեսությունը միջազգային հարաբերություններում, որը այսօր գերակա է ամբողջ աշխարհում, որի մասին խոսում են բոլոր անգամ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության դեկտեմբերի 5-ին լույս տեսած 25 թվականի փաստաթղթի մեջ հստակ սրա մասին հստակ ասվում է։ Ինչն է Մորգենթաուի սկզբունքը, քաղաքական ռեալիզմի սկզբունքը, որ ասում է պատերազմի իմաստը եւ նպատակը երբեք հակառակորդին ուղղակի սպանելը կամ կոտորելը չէ եւ անգամ ռազմավարական դիրքերի գրավումը չէ։ Դա այն ժամանակ կարող է օգուտ բերել, եթե այլ նպատակների չես կարողանում հասնել, չեղածից լավ է հակառակորդի թիվը փոքրացնել, սպանել եւ բարձունքներ գրավել կամ դիրքեր ռազմավարական։ Պատերազմի իմաստը հակառակորդ կամ թշնամի ժողովրդին սեփական կամքին հնազանդեցնելն է։ Եվ պատերազմը սա է շատ կարևոր արձանագրել։ Պատերազմը միջազգային հարաբերությունների գործիքներից ընդամենը մեկն է։ Շատ բիրտ գործիք է, շատ վատ գործիք է, պարտադրանքի գործիք է, բայց ընդամենը գործիքներից մեկն է։ Պատերազմը ինքնին նպատակը չէ, դա ընդամենը գործիքներից մեկն է։ Եվ եթե մենք այսօր հակառակորդ կամ թշնամի պետության կամքը անվերապահորեն կատարում ենք, ապա պատերազմի կամ ռազմական գործողությունների իմաստն ու բովանդակությունը իսպառ է ոչնչանում։ Ինչի համար գան կոտորեն կամ սպանեն, եթե դուք ըստ էության ընդունում եք օրակարգը։ Ասում եք մենք հրաժարվում ենք պայմանական եմ ասում ցեղասպանության օրակարգից։ Ու շատ կարևոր է ցեղասպանության մասին խոսելուց։ Ցեղասպանություն իմիջիայլոց այստեղ չստացվի, որ ես պաշտպանում եմ։ Չեն ասում մենք ցեղասպանությունից որպես փաստ, որպես պատմական իրողություն հրաժարվում ենք։ Մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում միջազգային ճանաչման ուղղությամբ գնալ։ Այսինքն ինչքան ճանաչել են վերիք արդեն։ Տեսեք, ես մի փոքր այլ կարծիք եմ, քանի որ խոսույթը հիշելով կասկածի տակ էր դրվում, որ նախ պետք է հասկանանք ովքեր են այդ մարդիկ, ինչքան մարդազով է։ Այն պարագայում, երբ 21-րդ դարում 44 օրյա պատերազմի մեր նահատակների ցուցակը դեռ չկա։ Այսինքն դա կասկածի տակ դնել է։ Ֆրանսիան կարող է անգամ օրենսդրական մակարդակում ամրագրել այդ փաստը, իսկ մենք ասում ենք մենք մարդկանց պիտի հաշվենք, նոր հասկանանք։ Բնականաբար ոչ, բայց այստեղ կարևոր է նաև ցեղասպանության փաստի վերաբերյալ իմ դիրքորոշումը ես ուզում եմ անպայման հնչեցնեմ։ Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանը պետք է պարտավոր է ցեղասպանության ճանաչման օրակարգը միշտ առաջ քաշի բոլոր հարթություններում, բայց ինքը չպետք է երբեք լիներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման առաջնային օրակարգ։ Դե հիմա տեսեք, հիմա առաջնային օրակարգը չի, բայց ՄԱԿ-ում ընդունվում է բանաձև, որի հեղինակը Հայաստանի Հանրապետությունն է, կոչվում է ցեղասպանությունների կանխարգելմանը վերաբերող բանաձև։ ՄԱԿ-ում կարող է շատ ֆորմալ առում շատ բաներ ընդունվել, բայց շատ կարևոր է դուք ձեր հասարակության ինչ օրակարգ եք տրամադրում։ Եթե դուք ձեր հասարակությանը կասկածի տակ եք դնում եղելությունը եւ ոչ թե ասում եք ընդունենք եւ այլն, չգիտեմ, վերաիմաստավորենք եւ այլն, դուք կասկածի տակ եք դնում իրողությունը, որ ասեմ անգամ մեր բարեկամ պետությունները օրենքի մակարդակով են ամրագրում։ Ինչի մասին է խոսքը։ Բայց կրկնում եմ, ցեղասպանության ճանաչումը բնականաբար պետք է շարունակական գործընթաց լինի, բայց ես սրա մասին անգամ խոսել եմ 16-17 թվականին, անգամ հոդված ունեմ գրած, 15 թվականին հոդված ունեմ գրած։ Ասում եմ, ցեղասպանությունը չպետք է լինի
արտաքին քաղաքականության իրականացման առաջնային օրակարգը հաշվի առնելով իդեպ այդ հոդվածը տպագրվել է Արցախում հենց Արցախի ազգային ժողովում է զեկույց եմ ունեցել չպետք է լինի առաջնային օրակարգը պետք է լինի այս պարագայում Արցախյան հիմնախնդրի լուծումը որովհետեւ մենք ունենք այնպիսի խնդիր որտեղից կարող են ծնվել նոր ցեղասպանություններ եւ փաստացի նաեւ դա է տեղի ունեցավ այսինքն ի՞նչ է նշանակում այս օրակարգը թողած եւ այլը այնինչ ցեղասպանության օրակարգ եթե անգամ առաջնային պիտի օգտագործվի, ինքը այլ տրամաբանությամբ պիտի օգտագործվեր։ Ինքը պետք է լիներ մեր ձեռքին խաղաքարտ, որ մենք անգամ շատ բաներում ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու դեպքում մեր համար դա շատ արդարացված կլիներ, որտեղ մենք ունեցել ենք նախադեպ, որտեղ մեզ ֆիզիկական բնաջնջման են ենթարկել։ Ինչ անում էր Իսրայելը։ Բայց կրկնում եմ, սա չի նշանակում, որ այն քաղաքականություն ինչ անում այսօր իշխանությունը դրա շրջանակում է ճիշտ հակառակը ցեղասպանության օրակարգը անընդհատ պետք է մղվի առաջ բայց չպետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային կոմպոնենտ Տեսեք դուք հիշատակեցիք Մորգենթաուին ես կարող եմ մի օր պայմանավորվենք նստենք շատ երկար ժամանակ խոսել ոչ միայն Մորգենթաուից այլև Սունցզից եւ այլն պատերազմի արվեստից ընդհանրապես բոլոր ժամանակների բայց հիմա հասարակությունը ինչ անի որ քաղաքական օրակարգում հանրային քաղաքականության մասին է խոսքը Առավելի շատ քննարկվում է թե ով բուլկի կերավ այդ բուլկում էս չամիչ կար թե չկար հիմա ինչ անի հասարակությունը լավ գնալու են ընտրությունների հունիսի 7-ին բան չմնաց այստեղ հասարակությունը որպես այդպեսին շատ անելու բան չունի առավելագույնը խնդրում եմ մեծամիտ չհամարեն որպես խորհուրդ իմ խորհուրդը կարող է լինել որ որևիցե կերպ այդ ճոխ խոստումներին երբեք չհավատան այդ էմոցիոնալ պաթոսախեղծ բառերին խաղաղության վերաբերյալ հեշտության վերաբերյալ թոշակների աշխատատեղերի մեկը խաղաղություն է բերում մեկը թոշակներն է բարձրացնում մեկը աշխատատեղ է ստեղծում մենք այդ իրավիճակում չենք գտնվում աշխարհը այսօր գտնվում է ոչ թե զարգացման փուլի մեջ դա եւս իմ կարծիքը չի այլ գտնվում է գոյաբանական փուլի մեջ գոյաբանական փուլի մեջ հատկապես մեր նման խնդիրներ ունեցող պետությունը երբեք չի կարող տանել զարգացման այս տրամաբանությամբ զարգացման օրակարգը որտեղ սոցիալական ու ֆինանսական կոմպոնենտների մասին է խոսվում բայց ես մարդկանց կարող եմ ասել երբեք որևիցե պարագայում չտրվեք նման կեղծ խոսույթների մանանեներ երկնքից իջացնելուն պաթոսախեղ խոսքերին միանգամից դրախ սարքելու եւ այլն թող ժողովրդի համար ցուցիչ լինի այն մարդիկ ովքեր ասում են դառը բայց ճշմարտությունը թեկուզ վատ, թեկուզ դժվար, բայց ճշմարտություն են ասում, որովհետև այդ մարդիկ չունեն նպատակ մոլորեցնելու։ Այդ դա պետք է ցուցիչը լինի։ Իսկ մնացած 90%-ից ավել գործառույթը բացառապես քաղաքական դերակատարներն պետք է լինի։ Եթե քաղաքական դերակատարները իրենցով ուզում են բերեն նոր որակ, նոր օրակարգ եւ միակ տարբերակը քաղաքական համակարգի առողջացման այսօր Հայաստանի բացառապես ներկա եւ նախկին այս նույն քաղաքական համակարգի կապանքներից ձերբազատվելն է կապանքներ թե գաղափարական թե անձնական թե ֆինանսական եւ թե մնացած առումներով որպեսզի այդ կապանքներից հասարակությունը կարողանա ազատվել հասարակությունը պիտի կրթվի որ վերապրի այդ կապանքները չէ այսինքն պիտի հասկանա պիտի բարձրանա ինչ որ մի երևույթի վրա տեսնի որ այս երևույթը լավը չի դնի մի կողմի վրա անցնի առաջ ումով պիտի կրթվի հասարակությունը ցավոտ միևնույն ժամանակ ամենառազմավարական հարցն է շատ կարճ պատմական ակնարկ անեմ 30 տարուց ավել է ժամանակահատվածում երբ մենք անընդհատ ուրախանում ենք որ ունեցանք անկախ հասարակություն եւ պետություն ներողություն քիչ առաջ ասացի չէ որ մենք ֆորմալ ունեցանք անկախ բայց նենց ունեցանք մի իրականություն որը անկախության հետ որևիցե կապ չունի ենթադրվում է որ անկախ պետության ամբողջ իմաստը պետք է նաեւ այն լինի որը կստեղծի քո համար քաղաքացու համար, հայի համար, մասնավորապես, առավել բարենպաստ պայմանները, որտեղ ինքը կունենա արժանապատիվ կրթություն, կունենես կրթություն, որ իր կյանքը իրեն չեն մանիպուլացնի ուրիշները, կունենա անվտանգություն, սոցիալական անվտանգություն, իր տեսակի կենսունակության համար բարենպաստ պայմաններ, այնինչ այդ 30 տարիների ընթացքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը Մենք չունենալով ազգային պետություն, ԽՍՀՄ-ի ժամանակ կրթական մակարդակը նայեք տարբերությունը։ ԽՍՀՄ-ում երկրորդն էր Հայաստանը Էստոնիայից հետո կրթական գիտականով շատ դեպքերում անգամ առաջինն էր։
Ունենալով անկախ պետություն, տոտալ համակարգը դեգրադացվեց ու իմ խորին համոզմամբ հանկարծ չհնչի ես կոնսպիրատիվ տեսությունների կողմնակից եմ, բայց խիստ միտումնավոր, որովհետև չկրթված ժողովրդին, ընչակաղ ժողովրդին, ով նայում է ձեր ձեռքի 5000 դրամին, ֆանտաստիկ հեշտ է կառավարելը։ Եվ սա պլանավորված իրականացվել է։ Այդքան իջացնել մակարդակը, հետո այդ նույն ժողովրդին, որը իրենց ձայն չի տալի, պատասխանել ասել ժեղ։ Բնականաբար։ Դրա համար այստեղ ժողովուրդը անգամ նվազագույն մեղավորություն չունի, նվազագույն։ Եվ ես չեմ ասում պոպուլիստական նկատառումներով ժողովրդին մեծարելու առումով։ Բացարձակապես է պատմական բացարձակ ճշմարտություն է։ Ժողովուրդը լինում է միշտ այն արժեքների, վարքի, խաղի կանոնների եւ մշակույթի կրողը, որի կրողը լինում է իր քաղաքական վերնախավը։ Սա բացարձակ պատմական ակադեմիական ճշմարտություն է։ Հիմա տեսեք, ես ենթադրում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կլսեն մեր զրույցը, ավելի շատ ձեր խոսքը կլսեն, կասեն, վայ, ինչ լավ բաներ ասում ես, ճիշտ բաներ ասում, դառը ճշմարտություններ ասում, բայց կգնան, օրը կգա ու ձայները կտան, չգիտեմ ում։ Ինչ անենք, դրա հետ ինչ անենք։ Այդ իրականությունն էլ է պարբերաբար փոխվում։ Միանգամից հնարավոր չի փոխել։ Անկամ այդ խոսույթը, որ իմ հասարակությանը տրամադրվում է, չէ՞, մեզ դրենք մենք գանք իրականություն փոխենք, չի լինելու այդպիսի բան։ Մենք գործ ունենք փոխ համաձայնեցված խմբիշխանության հետ։ Դրա համար անգամ այդ փոփոխությունը լինում է քայլ առ քայլ։ Եվ տեսեք, մեր օրակարգում մենք երբեք չենք ասել՝ ի տարբերություն գերակշիռ մասի, գերակշիռ, ովքեր անգամ 0.1% հաղթարելու խնդիր ունեն, բայց ասում են գալու ենք 51% կազմենք։ Մենք նման օրակարգ երբեք չենք արել տարել առաջ, անգամ հասարակության հետ շփվելուց։ Մենք ասենք շատ པարզ։ Չենք ասել մեր թոշակն ենք բարձրացնելու եւ այլ, նման խոսքեր չենք ասել։ Ասել ենք մեր գերխնդիրը, նվազագույն գերխնդիրը անցուղիկ շեմը հաղթարել եւ լինել պարլամենտում եւ սկիզբ տալ քաղաքական համակարգի փոփոխությանը, որտեղ կլինեն նոր դերակատարներ, նոր օրակարգեր, նոր գաղափարներ եւ ունենալով այդ բարձր հարթակը հնարավորություն կլինի դրան շատ ավելի լավ տարածել, շատ ավելի մեծ քանակով մարդկանց կրողը դարձնել, ավելի մեծ պլատֆորմ ստեղծել եւ այսպես շարունակ։ Ես ինչի համար սա ասացի, որ այս գործընթացները լինում են փուլ առ փուլ։ Մեր մյուս խնդիրներից մեկը նա է, որ մենք ուզում ենք ամեն ինչ եւ միանգամից, որովհետեւ կրկին քաղաքական վերնախավը միշտ մարդկանց մոտ առաջացրել է այդ պահանջարկ եւ ցանկությունները եւ նաեւ դրանով է շատ ժամանակ պայմանավորված հասարակության անընդհատ հիասթափությունները։ Եվ որ ամեն 300 հոգին հավաքվելուց հետո ասում են, այ հիմա իշխանությունը փոխվեց ու մենք վաղվանից դրախտում ենք։ Ու ամեն անգամ պետք չի կեղծ սպասումներ առաջացնել եւ վերջում մնալ այդ սպասումների փլատակների տակ։ Չի կարելի նման բան անել։ Դրա համար մեր հասարակությունը նաեւ պետք է իմանա, որ անկախ ովքեր կխոսեն, ինչ փրկիչներ կգան, ներսից, դրսից, դրանք կեղծ օրակարգեր են։ Փոփոխությունները կարող է լինել բացառապես քայլ առ քայլ եւ հետեւողական։ Ինչքան խորն է ճգնաժամը, այնքան վերաիմաստավորումը եւ վերարժևորումը պետք է խորքային լինի։ Կոսմետիկ խնդիրներով կամ նախկին կոնյունկտուրայի վերարտադրությամբ այս իշխանության փոփոխությամբ որևէ խնդիր տեսականորեն անգամ չի լուծվելու։ Ընթացքը նույն ձևով շարունակվելու, ուղղակի օգտվողները այլ մարդիկ են լինելու։ Բայց այդուհանդերձ կան խնդիրներ, որոնց պատասխանները պահանջում են հիմա, ասենք։ Եթե ենթադրենք դուք հաղթում եք ընտրություններում, ինչ է լինելու Թրիփի հետ, որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք քննադատում էին բավական ազդեցիկ շուտ տերմիններով եւ այլն, ասում են դե գալու ենք Թրիփը թող մնա։ Եթե գանք SP բանը թող մնա, SP բանը թող մնա, ու այդ դեպքում հարցը առաջանում է ինչի է գալի։ Ես կարող եմ ասել հստակ Թրիփի վերաբերյալ իմ տեսակետը։ Թրիփը դա նույն Սյունիքի միջանցն է, դա նույն նոյեմբերի 9-ի պայմանագիրն է, համաձայնագիրն է, ամերիկյան փաթեթավորմամբ։ Իդեպ, ես այս նույն կարծիքը ասել եմ այն ժամանակ, երբ դեռ Թրիփ չկար նոյեմբերի 9-ի համաձայնագիր, երբ որ բոլորը նույն ջանասիրությամբ ասում են իհարկե պետք է այսպես մնա։ Ես միշտ ասել եմ, որ Սյունիքի միջանցքը ռազմավարական սպառնալիք է Հայաստանի համար, որովհետև դրանով Հայաստանին որևէ առավելություն չի տրվում, մանավանդ որ Սյունիքի միջանցքը տնտեսական պրոյեկտ չէ, աշխարհաքաղաքական պրոյեկտ է։ Եվ անգամ ովքեր ծանոթ են մի փոքր պատմությանը, կհիշեն, որ խորհրդային միության ժամանակ անգամ Ալիևի հայրը Հեյդար Ալիևը իր մեմուարներում, եթե չեմ սխալվում, թե Կարեն Դեմիրճյանի ներողություն եմ խնդրում, չեմ հիշում, Կարեն Դեմիրճյանի մեմուարներում ասում էր, որ եթե Կարեն Դեմիրճյանը ինձ այդքան խնդրեր, ինչքան ես եմ խնդրում իրեն Սյունիքի միջանցք հատկացնելու համար, ես իրեն Ադրբեջանի կեսը պատրաստ էի տալ։
անգամ այն ժամանակվանից է այդ գործընթացը եղել։ Ներքին հանդգյուղը, որ կառուցվել եւ բնակեցվել է Սյունիքում, ունեցել է հենց այդ խնդիրը նաեւ արգելափակելու Սյունիքի միջանցքը այն ժամանակ, որ սահմաններ որպես այդպեսին չեն եղել։ Եղել է ուժեղ կենտրոնական իշխանություն, որը զսպել է ազգամիջյան խժդժությունները անգամ այդ ժամանակ։ Հիմա խոսել դրա մասին եւ ասել, որ գիտեք, սա տնտեսական օգուտ է բերելու, սա խորքային կեղծօրինակ է, սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է։ Բայց իմ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում։ Եթե սրա շուրջ չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս գերտերությունների կողմից, որտեղ Հայաստանը ոչինչ անել չի կարող, պատկերացրեք, կա Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, օրինակ եմ ասում։ Մի հատ էլ Չինաստան գումարենք, Հայաստանը ո՞ս կարող է այստեղ խնդիր կամ դերակատար, բնականաբար ոչ։ Հայաստանը կարող է լինել դերակատար այն ժամանակ, երբ որ գերտերությունների մեջ չկա կոնսենսուս եւ այդ հակառակ բևեռների դիրքորոշումների վրա ինքը կարող է կամ ժամանակ ձգել կամ չեղարկել մինչեւ բարենպաստ ժամանակներ։ Սա շատ կարեւոր է։ Իսկ այսօր այդ կոնսենսուսը գոյություն չունի։ Խորքային առումով այդ կոնսենսուսը գոյություն չունի ոչ մի առումով, մանավանդ Իրանում ծավալվող դեպքերը հաշվի առնելով։ Սա իմ մոտեցումն է, որ ամեն գնով բևեռների վրա խաղալով պետք է գործընթացը երկարաձգել կամ եւ չեղարկել, բայց եթե անգամ կա այդ համաձայնությունը բոլոր նշված իմ բոլոր 5 պետությունների կողմից, ապա այնպես պետք է լինի, որ դրանում կամ դրա վերահսկողությունը չլինի ինչ որ մեկ պետության ձեռքում, որովհետև եթե մեկ պետություն իրականացես դրա վերահսկողությունը, դու դառնալու ես անպայման աշխարհաքաղաքական բախումների պլատֆորմ, որտեղ մենք գտնվում ենք քաղաքակրթական խաչմերուկում։ Այսինքն մոտավորապես կլինի այն, ինչ որ եղավ Սուեզի ջրանցքի դեպքում, հա։ Մոտավորապես։ Ու իդեպ շատ կարճ ասեմ, ճիշտ է, վատ օրինակ է, բայց Ադրբեջանը 96-97 թվականին նավթի հարցում, տեսեք, տարբեր դերակատարներին, որ ինքը չդառնա խոցել եւ կռվախնձոր մեկի համար, British Petroleum, Rosatom եւ այլ, ես չեմ ասում, այս նույն տրամաբանության պես շարժել, ես մոտեցման մասին եմ խոսում։ Հասկացա։ Շնորհակալություն։ Ես եմ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։